Այսօր դերասանուհի Ռոզա Դավթյանի ինստագրամյան սթորիները մեծ հետաքրքրություն են առաջացրել նրա հետևորդների շրջանում։ Դերասանուհին, որն արդեն երկար ժամանակ է հանրության սրտերում տեղ է գրավել իր դերերով և անկեղծությամբ, կարծես թե նոր էջ է բացում իր կյանքում։ Նրա հերթական սթորին հրապարակված առանց ուղիղ խոսքերի, բայց հստակ ակնարկներով բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Առավել ուշագրավն այն է, որ օգտատերերը սկսել են ենթադրություններ անել, թե արդյոք Ռոզան ակնարկում է սպասվող մայրության մասին։ Ինստագրամի իր էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրել է տեսանյութ, որին կից ոչինչ չգրելով միայն երեխայի լուսանկար է հրապարակել, ինչից հետևորդները ենթադրել են, որ դերասանուհին սպասում է իր առաջնեկին։ Հիշեցնենք, որ Ռոզա Դավթյանը վերջերս է ամուսնացել և նոր է վերադարձել Մեղրամսից Դուբայում անցկացրած հրաշալի օրերից հետո։ Ամուսնությունից հետո դերասանուհին շարունակել է նկարահանվել իր սիրված կերպարով վերջին զանգը սերիալում մարմնավորելով Անգելինային։ Նրա աշխատանքային գործունեությունը ոչ միայն չի դանդաղել, այլև նոր փուլ է թևակողել ավելի խորքային խաղով, առավել հուզիչ դրվագներով։ Եթե դերասանուհին իսկապես սպասում է երեխայի, ապա դա կլինի նոր լուրջ փուլ նրա անձնական և մասնագիտական կյանքում։ Այդ լուրն անպայման մեծ ոգևորությամբ կընդունվի հեռուստադիտողների, ընկերների ու գործընկերների կողմից, քանի որ Ռոզան միշտ աչքի է ընկել իր նվիրվածությամբ թե ընտանիքին, թե մասնագիտությանը։ Ի դեպ, նրա հետևորդներն այս ենթադրությունը սկսել են քննարկել ոչ միայն ինստագրամում, այլ նաև տարբեր սոցիալական հարթակներում։ Շատերն իրենց բարի ցանկություններն են ուղղում դերասանուհուն, չնայած վերջինս դեռ որևէ հաստատում կամ հերքում չի հրապարակել։ Որոշ երկրպագուներ նույնիսկ հարցում են արել, թե արդյոք Անգելինայի սերիալային կերպարի զարգացումները կապված են հնարավոր իրական հղիության հետ։ Չի բացառվում, որ սերիալում ևս հնարավոր լինի սյուժետային գիծը զարգացնել, հաշվի առնելով դերասանուհու իրական կյանքի փոփոխությունները։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ռոզա Դավթյանը միշտ էլ պահպանում է իր անձնական կյանքի հավասարակշռությունը հանրային լինելու և անձնական սահմանները չխախտելու միջև։ Նա իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է լինել բաց ու մերձեցող հանրության հետ, բայց միևնույն ժամանակ պահպանել ամենաթանկ պահերը՝ ընտանեկան խաղաղությունն ու ինքնությունը։ Մնում է սպասել դերասանուհու պաշտոնական մեկնաբանությանը, եթե նա ցանկանա կիսվել այդ գեղեցիկ լուրով։ Մինչ այդ նրա երկրպագուները շարունակում են հետևել սոցցանցային ակտիվությանը, հավատալով, որ նոր գլխի սկիզբը, որի մասին Ռոզան ակնարկում է, լինելու է հուզիչ, ջերմ ու կյանքով լի։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն արդեն վերադարձել է իր հիշարժան և հագեցած Մեղրամսից։ Դերասանուհին ամուսնու հետ իրենց սիրո առաջին հանգիստն անցկացրել էր Դուբայում, մի վայր, որտեղ արևը, շքեղությունը և ժամանակակից հարմարությունները միախառնվում են առեղծվածային մշակույթի և անապատային հմայքի հետ։ Ռոզան իրենց ճամփորդության ընթացքում ակտիվ էր նաև համացանցում, պարբերաբար կիսվելով լուսանկարներով և կարճ տեսանյութերով, որոնցում երևում էր ոչ միայն վայրի գեղեցկությունը, այլև զույգի անկեղծ երջանկությունը։ Նրանք միասին այցելել էին Դուբայի հայտնի տեսարժան վայրերը՝ Բուրջ Խալիֆա, Դուբայի առևտրի կենտրոններ, ծովափ և այլ հետաքրքիր կետեր։ Հետևորդները մեծ ոգևորությամբ էին հետևում Ռոզայի գրառումներին, հիանում նրա բնական տեսքով, նուրբ ոճով, ինչպես նաև զույգի փոխադարձ սիրո և հարգանքի անկեղծ արտացոլմամբ։ Ռոզան կարծես կարողանում է փոխանցել ոչ միայն գեղեցիկ նկարներ, այլև մթնոլորտ, ցուցադրելով, թե ինչքան կարևոր է սիրվել, ապրել պահով ու գնահատել ամեն վայրկյանը։ Սակայն որքան էլ հանգիստը լիներ հիասքանչ, ժամանակն էր վերադառնալու առօրյային։ Ռոզան նորից վերադարձել է իր սիրելի աշխատանքին՝ Վերջին զանգը հեռուստասերիալի նկարահանման հրապարակ։ Նրա վերադարձին ոչ միայն համացանցում, այլև հեռուստադիտողների շրջանում սպասում էին մեծ անհամբերությամբ, քանի որ Անգելինայի կերպարը, որին նա մարմնավորում է, դարձել է սերիալի առանցքային ու սիրված կերպարներից մեկը։ Անգելինան հեռուստադիտողի համար պարզապես հերոսուհի չէ, նա դարձել է հույզերի, ուժի, խոցելիության և սիրային հետաքրքիր պատմությունների խորհրդանիշ։ Ռոզան կերպարին փոխանցում է այնպիսի կենսունակություն ու իրականություն, որ շատ հաճախ հեռուստադիտողները մոռանում են, որ դիտում են սերիալ։ Անգելինան վերջին սերիաներում շատ դժվար ժամանակներ է անցնում՝ առողջական խնդիրներ, անձնական կոտրվածքներ, ընտանեկան խռովություններ, մի ամբողջ հույզերի փոթորիկ, որում Ռոզան խաղում է ցնցող վարպետությամբ։ Նրա վերադառնալը նաև նշան է այն բանի, որ հարսանիք
հարսանիքը և մեղրամիսը չեն խոչընդոտում դերասանուհու աշխատանքին, այլ ընդհակառակը նոր ուժ և ներշնչում են տվել։ Ռոզան բազմիցս նշել է, որ դերասան լինելն իր կոչումն է և ամուսնությունը չի կարող կանգնեցնել իրեն սիրելի գործից։ Նրա նվիրվածությունը, աշխատասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը արդեն դարձել են օրինակ շատերի համար, հատկապես երիտասարդ դերասանուհիների շրջանում։ Նա կարողանում է համատեղել անձնական երջանկությունը և ստեղծագործական կյանքն այնպիսի հավասարակշռությամբ, որ իրեն հաջողվում է հավատարիմ մնալ երկու դերին՝ և որպես կին, և որպես պրոֆեսիոնալ դերասան։ Այս պահին հեռուստադիտողները ոգևորված սպասում են «Վերջին զանգը» հեռուստասերիալի նոր սերիաներին տեսնելու, թե ինչպես կզարգանա Անգելինայի պատմությունը և ինչ նոր շրջադարձեր է պատրաստել սցենարիստը, իսկ Ռոզայի վերադարձը նկարահանումներին բոլորին վստահեցրեց՝ Անգելինան շարունակելու է ապրել էկրանին, իսկ Ռոզան փայլել իր դերասանական տաղանդով։ Ռոզա Դավթյանի վերադարձը նկարահանման հրապարակ թերևս առավել զգացմունքային էր հենց իր համար։ Նա հաճախ է շեշտում, որ նկարահանման հրապարակը դարձել է իր երկրորդ տունը՝ լի հույզերով, հիշողություններով և սիրելի գործընկերներով։ Հարսանիքից և մեղրամսից հետո, երբ շատերը ժամանակ են վերցնում հանգստանալու ու ընտանեկան կյանքին նվիրվելու համար, Ռոզան առանց վարանելու վերադարձավ աշխատանքի, ինչը վկայում է նրա անմնացորդ նվիրումն իր մասնագիտությանը։ Նրա թիմակիցները, սերիալում նկարահանվող մյուս դերասանները, նկարահանող խումբը և անգամ ռեժիսորը մեծ ուրախությամբ են ընդունել Ռոզայի վերադարձը։ Շատերն են նշել, որ նկարահանման ընթացքն իսկապես զգաց նրա բացակայությունը, քանի որ Ռոզան ոչ միայն լավ դերասանուհի է, այլ նաև թիմային ոգու կրող։ Նրա ներկայությունն ապահովում է ջերմ մթնոլորտ, աշխույժ երկխոսություններ և ստեղծագործական ներշնչանք։ Հիմա, երբ Ռոզան կրկին լիովին ներգրաված է նախագծում, հեռուստադիտողները սպասում են նոր սցենարային շրջադարձերի։ Անգելինայի կերպարի զարգացումը, որն արդեն իսկ հարուստ է դրամատիկ լարումով, սիրով ու պայքարով, խոստանում է դառնալ էլ ավելի խորը և հուզիչ։ Մեծ հավանականությամբ սերիալի ստեղծագործական խումբը կշարունակի օգտագործել Ռոզայի դերասանական ուժեղ կողմերը, նրան վստահելով բարդ ու բազմաշերտ սյուժեներ, որոնք կմնան հեռուստադիտողի սրտում երկար ժամանակ։ Միևնույն ժամանակ, Ռոզան շարունակում է մնալ սոցիալական հարթակներում ակտիվ, պարբերաբար շփվելով իր հետևորդների հետ։ Նա շնորհակալ է այն սիրո, աջակցության և բարի խոսքերի համար, որ ստացել է թե հարսանիքից առաջ և թե հետո։ Նա հաճախ է պատասխանում երկրպագուների հարցերին, կիսվելով նկարահանման կադրերով, ինչպես նաև ցուցադրել իր անձնական կյանքի գեղեցիկ պահերը, պահպանելով առողջ հավասարակշռություն հանրայինի և անձնականի միջև։ Ռոզա Դավթյանը դարձել է ոչ միայն սիրված դերասանուհի, այլև այն կերպարը, որը ներկայացնում է ուժեղ, զգացմունքային,